Օկուպացիայի տակ գտնվող Գյուլիստան գյուղի ուղղությամբ հայկական հենակետերի վրա ադրբեջանական ոտնձգությունը զուտ դիվերսիոն գործողություն չէ։ Դա եղել է հարձակում մոտ 2 ժամ տևողությամբ, երբ հայ դիրքապահները նախ ետ են շպրտել թշնամուն, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդել եւ ջոկատը ոչնչացրել հակառակորդի դիրքերի մատույցներում։ Կադրեր մարտական գործողության վայրից, որոնք նկարահանել են Պաշտպանության բանակի մեր գործընկերները։ Իրեղեն ապացույցներ, որ թշնամին փախչելով է փորձել փրկվել։ Մարտադաշտում ադրբեջանցի հատուկ ջոկատայինները թողել են ինքնաձիգ, իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով եւ խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 սատ մուխատիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահոնակներ։ Պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունները ճշտում են թշնամու կորուստը։ Ադրբեջանցիները մարտադաշտում թողել են նաև մեծ քանակությամբ օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով։ Այս պահին հաստատվել է սպանված հարձակվողներից մեկի անունը Ջեյհուն, մյուսի ազգանունը Հուսեյնով եւ մի վիրավորի անունը Էլշադ։ Թշնամու կորուստների թիվն անցնում է 10-ից։ Հարձակումը ետ մղելիս հերոսի մահով ընկել են Պաշտպանության բանակի զինծառայողներ 19-ամյա Հակոբ Խաչատրյանը, 20-ամյա Էդվարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը։ Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայեկիցներին։ Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայող վիրավորվել է։ Տղաներից 2-ի վիճակը կայուն ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում։ Ստեփանակերտում զինվորական հոսպիտալի մոտ մոմավառություն է զոհվածների հոգու հանգստության եւ վիրավորների ապաքինման համար։ Աղոթեցինք, միասնական աղոթ բարձրացրեցինք Աստծուն եւ խնդրեցինք, որ նրանք ապաքինվեն եւ մենք այս կոչով նաեւ ասում ենք, որ բոլորս յուրաքանչյուր երիտասարդ այսօր պիտի կանգնած լինի սահմանում կանգնած զինվորի կողքին։ Խոսքեր չունեմ։ Թող Աստված լուսավորի հոգիները մեր տղաների։ Ուզում եմ բոլոր հարազատներին ուղղակի ասել, որ մենք նրանց զավակներից մեկն ենք։ Արթուր Գրիգորյան, Արտավազդ Գրիգորյան, Առաջին ալիք։